ասում սուրեն, քո խոսքերը սուրեն, բայց Արցախը սուրեն։ Արցախ տանող ուղիներ է փնտրում Դրամբոն համայնքը 36 տարի ղեկավարած Սուրեն Շաբոյանը։ Ձեռնափայտը ձեռքին հրապարակում է կառավարության շենքի դիմաց։ Աթարին կպած կրակը շատ դժվար է մարվում։ Արցախում ապրած մարդը ուրիշտեղ չի հարմարվում։ Երազում հաճախ է իր հանդուձորում լինում։ Ցավում է, որ Փաշինյանն անգամ մարդկանց սրտերից է ուզում ջնջել Արցախը։ Բա հələ ստեղ հələ վերքերը չլավացած ասում Արցախի անունը մի տվեք։ Ախերնա Հայաստանի պատմական մասն է կազմում։ Ախեր նախապապը Մոխրատ հաջողի տարածքում գտնվող վանքի վանահարին է եղել։ Ու թաղված է այդ վանքի առաջ։ Արմատը 11 զոհ հետվեց։ Լյուդմիլա տատիկը Բաղրամյան պողոտայից ոտքով եկել է կառավարության շենքի մոտ։ Բողոք ունի, արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցությունները հուլիսից կրճատվելու են։ Ծերը ծերին հասցնելով է ապրում Լյուդմիլա տատը։ Ուզում եք սոցիալապես ապահովում մեզ, այն 40+10-ը շարունակվի այնքան, միջև տյալ ընտանիքը տուն դեք բերի։ Այդ տանը կմնանք, միջև մեր Արցախի ետ կտան։ Արցախի ետ տալու ժամանակ այդ տունը ես կհասնեմ կգնամ։ Առաջինը ես կգամ, ոտները տելանած կգնամ։ Ինքան որ մեր պատմական աշխարհը հասնի։ Արցախցիներն իշխանությունից պահանջում են սոցիալական աջակցություն այնքան ժամանակ, մինչև կունենան կացարան։ Ակցիայի մասնակիցները պատմում են, որ մայիսի տանվարձն ու կոմունալ ծախսերը դեռ չեն մուծել, որովհետև պետությունը մինչև հիմա չի տրամադրել վերջին 40,000 դրամը։ Դուք պատկերացնում եք ինձ օրը 2, 3, 5, 10 մարդ արդեն սկսել են զանգելը 2000-3000 դրամ հող են ուզում օգնության միջև խոսքես աջակցությունը բանանի։ Բայց ո՞նց են ձեր մասնագետները աշխատում։ Պահեստազորի փոխգնդապետ Աննան վաղը դրսում է հայտնվելու, եթե գործող իշխանությունն արցախցիներին տանիքով չապահովի։ Ասում է, պետությունը հատուկ է կրճատում սոցիալական աջակցության ծրագրերը, որ արցախցիները արտագաղթեն Հայաստանից։ Այդպես ընդմիշտ կփակվի արցախցիների վերադարձի հարցը, համոզված է Աննան։ Փաշինյանին հարցնում է, ում համար են Երևանում ամեն օր վերխոյացող դատարկ բարձրահարկերը։ Ինքը պատասխաններ շատ ունի տալու։ Եթե պատասխանները չգիտի, աթոռը ազատ է, ով որ գիտի, թող գա նստինը։ Դաժան առօրյայի ու դառը խնդիրների մեջ թաթախված արցախցիներն իրենց լքված են զգում և չգիտեն հայրենիքից ուր գնան։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլդուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։